Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը ներկա է եղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարեկան հաշվետվությանը։ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել։ Վաթսունհինգից բարձր տարիքի 50,073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեի միջոցներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, մեկնաբանելով 3 հրապարակած վիճակագրությունը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինչ են արտացոլում թվերը։ Խոստմանս համաձայն հիմա կմեկնաբանեմ 3 հրապարակած տվյալները, ոմանք կռահել էին, շատերն էին կռահել, որ թեման առնչվում է առողջության ապահովագրությանը, բայց քչերը կամ ոչ մեկ չէր կռահել, որ թվերը արտացոլում են 65+ տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության համակարգից օգտված լինելու վիճակագրությունը։ Այսօր ես արդեն տվյալները թարմացրել եմ և կներկայացնեմ 2026 թվականի հունվարի 29-ի երեկոյան դրությամբ առկա տվյալները և հետևաբար 65+ տարիքի 57 թոշակառու առողջության ապահովագրության համակարգի միջոցով օգտվել է 4 միլիոն դրամ և ավել արժեցող առողջապահական ծառայություններից։ Դրանք կարող են տարբեր ծառայություններ լինել, վիրահատություն և այլն և այլն։ 158 թոշակառու 65+ տարիքի օգտվել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ առողջապահական ծառայություններից։ 802 65+ թոշակառու օգտվել է 1 միլիոնից 2 միլիոն դրամ արժեցող առողջապահական ծառայությունից առողջության ապահովագրության համակարգի միջոցով, որի համար թոշակառուն ոչինչ չի վճարում։ Վճարումները կատարվում են պետական բյուջեից։ 500,000 դրամից մինչև 1 միլիոն դրամ առողջապահական ծառայություններ է ստացել 1208 65+ տարիքի թոշակառու։ 6558 թոշակառու ստացել է 100,000 դրամից մինչև 500,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ 2481 թոշակառու ստացել է 50,000-ից 100,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն և 38,809 թոշակառու ստացել է մինչև 50,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ Ընդհանուր առմամբ 3 երեկոյան դրությամբ 2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ առողջության ապահովագրության համակարգից օգտվել է 50,073 65+ տարիքի թոշակառու և ստացել է 4 միլիարդ 924 միլիոն 110,310 դրամի առողջապահական ծառայություն։ Ուզում եմ հատուկ մեկնաբանել մինչև 50,000 դրամ ծառայություն ստացող շահառուների դեպքը, որովհետև խոսքը հիմնականում վերաբերվում է այս պարագայում ոչ պարտադիր, բայց մի մեծ մասը վերաբերվում է դեղերի ձեռքբերմանը։ Ուրեմն նախկինում մենք էլի պետական բյուջեի միջոցներով դեղեր էինք ձեռք բերում և սոցիալական որոշակի խմբերի հատկացնում էինք, իսկ բազմաթիվ թոշակառուներ իրենց միջոցներից ձեռք էին բերում տարբեր ցուցված և նշանակված դեղամիջոցներ։ Հիմա այս ծրագրի շրջանակներում մենք որոշակի փոխհատուցում ենք հատկացնում, ոչ թե դեղ ենք տալիս, այլ փող ենք տալիս մարդկանց դեղ ձեռք բերելու համար։ Ինչու՞, որովհետև նախկին փորձը ցույց էր տալիս, որ երբ որ պետական բյուջեի միջոցներով մարդկանց դեղ ենք հատկացնում, շատ դեպքերում դեղանյութը նույնն է, բայց այդ դեղի բրենդը մարդիկ ասում են այդ դեղը չի ազդում ինձ վրա կամ բավարար արդյունավետ չի, ինձ այլ դեղ է պետք և այլն և այդպես շարունակ։ Եվ բացի դա, սա վերաբերում էր նրանց, ովքեր որոշակի սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են, բայց այլ թոշակառուներ 65+ տարիքի բնականաբար
ձեռք էին բերում, գնում էին սեփական միջոցներով, տեղամիջոցներ։ Եվ ահա շուրջ 38,809 65 պլյուս տարիքի թոշակառուներից, ովքեր ստացել են մինչև 50,000 դրամի ծառայություն, մեծ մասը դեղերի գնման կամ մի զգալի մասը դեղերի գնման փոխհատուցումներն են, եւ ես կոնկրետ դեպք իմացա մի 65 պլյուս տարիքի թոշակառու, ով նախկինում մինչև առողջության ապահովագրության համակարգը ամսական մոտավորապես 40-50,000 դրամի դեղ է ձեռք բերում, հիմա առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ ինքը այդ նույն դեղամիջոցների համար սեփական գրպանից ծախսել է ընդամենը մի քանի հազար դրամ։ Արցախից վերադարձած մեր հայրենակիցները դեռ մշտական դիտարկման ընթացքի մեջ են։ Պետությունը տրամադրում է անհրաժեշտ բուժօգնություն։ Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարն է հայտնել։ Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Վագիվ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել եւ դա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Բոլորի առողջական վիճակի ամբողջ կազմակերպչական մասն այս պահին իրականացվում է, ասել է Ավանեսյանը։ Մշտական դիտարկման դեռ ընթացքի մեջ են, նշեմ, որ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից, կազմակերպվում է մեր կողմից եւ ես ինձ մոտ էլ նշել եմ, որ մեր նույն Վագիվ Խաչատրյանի ուրեմն վիրահատությունը փառք Աստծո բարեհաջող է անցել եւ նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Քաղաքացիներին էլ, այո, նրանց մասով էլ մենք մշտական այդ հարցերին չպատասխանեմ, բայց նորից եմ կրկնում, նրանց առողջական վիճակի ամբողջ կազմակերպչական մասը այս պահին մենք իրականացնում ենք։ Քաղաքացիներին չեմ ուրեմն այցելել, որովհետև այս պահին դրա կարիքը չի եղել, բայց կարծում եմ կունենամ առիթ։ Բրյուսելում արտգործնախարարի մասնակցությամբ կայացել է քննարկում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է այս ֆորմատով նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած նշանակալի փոփոխությունները, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության հաստատումն ու զարգացումները։ Հանգամանալի ծանրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը արկա ձեռքբերումներին։ Միրզոյանն ու Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ, ընդգծելով գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչման հարցում արկա ընդգծված պատրաստակամությունը։ Նախարար Միրզոյանը պատասխանել է միջազգային տարածաշրջանային զարգացումներին, խառնածին սպառնալիքներին եւ դրանց արդյունավետ հակազդման ուղղությամբ գործադրվող ջանքերին առնչվող հարցերին։ Արտաքին գործերի նախարարը նաև հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցեր։ Նախարարի եվրոպական այցին հաջորդում են ուղերձները Մոսկվայից։ Արտգործնախարարությունը հայտարարել է, թե Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ 10-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարարության եվրոպական խնդիրների վարչության տնօրենը։ Մեկնաբանելով Եվրամիությանը միանալու Երևանի մտադրությունը, Վլադիսլավ Մասլենիկովը նշել է, որ հաշվի առնելով Եվրամիության արագ վերափոխումն, ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի եւ Ռուսաստանի հետ բախման ուղղված նրա ռազմավարական կուրսը, այս կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ հասկանում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները, ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Բրյուսելը վաղ թե ուշ Երևանից կպահանջի հակառուսական կուրս, ընդգծել է նա։ Շարունակենք, Պաշտպանության նախարարությունն ունի գործակցություն մի շարք տեղական նաև միջազգային բուհերի հետ, այդ թվում փոխանակման ծրագրերով։ Նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել, նշել, որ գործակցության արդյունքում կուրսանտները հնարավորություն ունեն զուգահեռ մասնակցել տարբեր դասընթացների նաև այդ բուհերում։ Կուրսանտների առօրյան հագեցած է, լսարանային, դաշտային եւ գործնական բազմապիսի պարապմունքներ կան։ Մեծ փոփոխություններ ունենք նաև
ուսումնական ասպարեզում, մասնավորապես ուսումնական պլաններում կատարվել են էական փոփոխություններ, մեծ ուշադրություն է դարձրում ոչ միայն կրթական բովանդակությանը, այլև դրա պրակտիկ հատվածին եւ մեր կուրսանտները միայն լսարանային պայմաններում չեն սովորում, մենք ունենք տարվա ընթացքում տարբեր եղանակային պայմաններում ընդ որում դաշտային ուսուցման պայմաններ, այսինքն երբ որոշակի ժամանակահատված ընդհուպ 1 ամիս կարող են կուրսանտները դաշտային պայմաններում, այսինքն իրական ռազմական գործողությունների մոտեցված պայմաններում անցկացնել իրենց պրակտիկ ուսուցումը եւ սա կարևոր բաղադրիչներից մեկն է, ինչպես նաեւ միջազգային եւ տեղական համագործակցությունը, ես միջազգային համագործակցության մասին խոսեցի, հիմա անդրադառնամ նաեւ տեղում հայկական բուհերի հետ մեր համագործակցությանը, մենք հնարավորություն ունենք ուսանողների փոխանակության, ինչպես նաև տարբեր ծրագրերի ուսուցման համար, օրինակ սովորել զուգահեռ կամ դասընթացներ յուրացնել, դառնալ ունկնդիր, օրինակ Երևանի պետական համալսարանում, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, սլավոնական համալսարանում, ֆրանսիական համալսարանում, սրանք այն բուհերն են, որոնց հետ մենք ունենք համագործակցություն եւ ինչպես նշեցի, լեզվի իմացությունը այն կարևոր ուղղություններից է, որը հնարավորություն է տալու մեր ապագա սպաներին հետագայում իրենց կրթությունը բարելավելու եւ նոր գիտելիքներ, զինված ուժեր բերելու համար։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևելու հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Նախարարին ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը, քննարկվել են աշխատանքների որակի ապահովման եւ սահմանված ժամկետների պահպանման առնչվող մի շարք հարցեր։ Ովքեր եւ ինչպես կարող են 2026 թվականին հետ ստանալ ԽՍՀՄ խնայ բանկի ավանդները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով կառավարության նոր որոշմանը, համաձայն որի ԽՍՀՄ խնայ բանկի ավանդներ ունեցող քաղաքացիները կարող են հետ ստանալ դրանք։ Դուք գիտեք, որ մենք ունենք պետական բյուջեում ծրագիր վերադարձնելու ԽՍՀՄ խնայ բանկում ներդրված ավանդները եւ մենք 2025 թվականին վերադարձնում էինք մինչեւ 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները։ Մենք այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը եւ վերադարձնելու ենք մինչեւ 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները նույն բանաձևերով, ինչ որ գործում նախկինում, դա մոտարապես 5000-6000 քաղաքացու է վերաբերում։ Դրանք ստանալու համար անհրաժեշտ է անձահաստատող փաստաթղթով դիմել մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ունենալով իհարկե նաև սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ, ավանդատուի խնայողական գրքույկը, եթե այն կա, տեղեկանք ՎՏԲ Հայաստան ՓԲ-ից ավանդատուի բանկային հաշվի քարտում մինչև 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ տվյալների մասին եւ եթե կան այլ փաստաթղթեր, նաև դրանք ուզում եմ այսքանը ձեզ տեղյակ պահել, որ ծրագիրը շարունակվում է եւ մենք միանգամից 2 տարով ենք երկարացրել այդ ժամկետը, թվում ենք վերադարձնելու։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը, սպառնալով 50% մաքսատուրք սահմանել այդ ինքնաթիռների վրա, քանի դեռ ամերիկյան ավիատիեզերական ընկերության արտադրանքները չեն հավաստագրվել այդ երկրում։ Կանադան փաստացի արգելում է մեր արտադրանքի վաճառքը Կանադայում այս նույն հավաստագրման գործընթացի միջոցով։ Եթե այս իրավիճակն անմիջապես չշտկվի, ես Կանադայից 50% մաքսատուրք կգանձեմ Միացյալ Նահանգներում վաճառվող ցանկացած եւ բոլոր ինքնաթիռների համար, գրել է Թրամփը իր սոցիալական էջում։ Ամերիկյան CNN-ը գրում է, որ հասկանալի չէ, թե արդյոք Թրամփն ունի ինքնաթիռների վկայականը չեղարկելու իրավական լիազորություններ։ Սպիտակ տունը որևէ հրամանագիր չի հրապարակել կանադական ինքնաթիռների վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը խոստացել է 7 օր չհարձակվել Կիևի եւ տարբեր ուկրաինական քաղաքների վրա, որտեղ ձմեռային սառնամանիքի պատճառով ուկրաինացիներն ունեն ջեռուցման խնդիրներ։
Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։ Զելենսկին ընդգծել է, որ էլեկտրամատակարարումը կենսական նշանակություն ունի։ Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների ջանքերը օգնելու մեզ փրկել կյանքեր։ Շնորհակալ եմ նախագահ Թրամփ։ Մեր թիմերը քննարկել են այս հարցը Միացյալ Արաբական Էմիրություններում։ Մենք ակնկալում ենք, որ համաձայնությունները կյանքի կկոչվեն։ Լարվածության թուլացման քայլերը նպաստում են իրական առաջընթացին, որը կհանգեցնի պատերազմի ավարտին, գրել է Զելենսկին X-ում։ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր խնդրանքին մեկ շաբաթ չկրակել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա խիստ ցածր ջերմաստիճանի պատճառով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, շնորհակալություն հայտնելով այդ երկրին պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Ուկրաինայի նախագահը բարձր է գնահատել գերմանական կողմի հետ համագործակցությունը։ Մենք քննարկեցինք հետագա համագործակցությունը եւ համաձայնության եկանք հաջորդ շաբաթ մեր երկրների եւ Եվրոպայում մեր գործընկերների միջև համատեղ աշխատանքի վերաբերյալ, նշել է Զելենսկին, նաեւ շնորհակալություն հայտնելով Գերմանիային Ուկրաինայի վերականգնման աջակցելու պատրաստակամության համար։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին։ Ես հեռախոսազանգ եմ ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից։ Զրույցի ընթացքում քննարկվել է երկու երկրների կողմից մշակվող աշխատանքային օրակարգը, ասել է Ռոդրիգեսը։ Նա նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր, այդ թվում Վենեսուելայի օդային տարածքում առևտրային թռիչքների սահմանափակումների վերացումը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի օդային տարածքը բացելու մասին կարգադրել է հունվարի 29-ին, երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ Եթե Լոնդոնը, Փարիզը, Բերլինը եւ Անկարան գործեն միասին, ստիպված չենք լինի թեքվել դեպի ԱՄՆ, Չինաստան կամ Ռուսաստան։ Մենք կարող ենք ստեղծել մեր սեփական ուժի կենտրոնը։ Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նա զգուշացրել է, որ Եվրոպայի համար ամերիկյան անվտանգության հովանոցը չի կարող դիտվել որպես մշտական։ Վաշինգտոնից կախվածությունը ռիսկեր է պարունակում եւ անկախ քաղաքական ու անվտանգության միջուկի ձևավորումը թույլ կտա Եվրոպային եւ Թուրքիային գործել գլոբալ բևեռացման տրամաբանությունից դուրս, ընդգծել է Հական Ֆիդանը։ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը, այդ թվում օդային, օգտագործվի Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Բայրամովը նշել է, որ Բաքվի դիրքորոշումը սկզբունքային է եւ անսասան։ Ադրբեջանը դեմ է այն քայլերին եւ ռետորաբանությանը, որոնք կարող են հանգեցնել Իրանի ներսում եւ Իրանի շուրջը իրավիճակի ապակայունացմանը, հավելել է Բայրամովը։ Կուբան ամենավճռական կերպով դատապարտում է կղզու նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից նոր միջոցների սահմանումը։ Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից վերջին էսկալացիան Կուբայի դեմ։ Այժմ նրանք առաջարկում են սահմանել մեր երկրին վառելիքի մատակարարումների համընդհանուր շրջափակում, գրել է նախարարը X-ում։ Արտաքին գործերի նախարարի խոսքով ԱՄՆ-ն դիմում է շանտաժի եւ հարկադրանքի, փորձելով ստիպել այլ պետություններին միանալ Կուբայի շրջափակմանը, հակառակ դեպքում սպառնալով սահմանել կամայական եւ անարդար մաքսատուրքեր։ Ռոդրիգես Պարիլյան ընդգծել է, որ դա ազատ առևտրի բոլոր սկզբունքների խախտում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Կուբա նավթ մատակարարող ցանկացած երկրի համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Armflix-ում անակնկալները շարունակվում են, մենք Holding-ն էքսկլյուզիվ պրոյեկտ է ներկայացնում միայն հարթակի բաժանորդների համար։ Շուտով հասանելի կլինի հաշվեհարդար կրիմինալ դրաման, ինչի մասին է ֆիլմն ու ինչպես են ընթանում նկարահանումները տեսանյութում։ Նոր կրիմինալ դրամա Armflix հարթակում։ Շուտով բաժանորդները կարող են դիտել հաշվեհարդար բազմասերիանոց ֆիլմը, որը նկարահանվում է Մենք Holding-ի կողմից։ Պրոյեկտը բացառիկ է հատուկ Armflix-ի համար։ Պատմությունը մի տղայի մասին է, որի ընտանիքը 2000-ականներին զոհ է դարձել քրեական աշխարհի ապօրինություններին։ Ընտանիքից փրկվում է միայն ավետն ու 20 տարի անց վերադառնում կատարվածի մեղավորների ու հաշվեհարդարի հետևից։ Բայց այդ վերջին քայլը չեմ արել ոչ թե ապրելու, այլ ընտանիքից վրեժը լուծելու համար։
Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլաղչյանը, գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանը, ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է, օպերատորն Էդգար Գրիգորյանը։ Նկարահանվում են հայտնի ու սիրված դերասաններ Վարուժան Մարգարյանը, Արսեն Լևոնյանը, Ռոզի Ավետիսովան, Թամարա Գևորգյանն ու այլ հայտնի դեմքեր։ Կան դերասաններ, որոնց հեռուստադիտողը սովոր է մշտապես տեսնել բացասական կերպարներում։ Այս մասով եւս անակնկալներ կան։ Ինքը կրիմինալ սերիալ է, ես խաղում եմ Արամի կերպարը ու ինքը բացասական կերպար է։ Ես ճիշտ է փորձում եմ իմ կողմից դերական բաներ դնեմ իր մեջ ու ինձ թվում է դա կանեմ, Աստված առաջ երևի կստացվի։ Չգիտեմ, ինքը հիմնականում բացասական է, չար, ինչ-որ տենց։ Այդ մնացածը թողում եմ արդեն հեռուստադիտողի դատին։ Կերպարը ինքը իր էությամբ ոնց որ ընտանիքի հայր է, ծնող է, ոնց որ մնացած ծնողները, հա, իր զգացմունքներով եւ այլն, բայց իր ապրած կյանքի բերումով այնպես է ստացվում, որ ինքը իր հարազատ մարդկանց ոնց որ ոչնչացնում է։ Ու այդ հեռուստասերիալի մեջ իր այդ դրաման է ոնց որ ցույց տալիս, ոնց է ինքը վերապրում։ Այս կերպարը շատ ուրիշ մոտիվներով է ինքը իր վրա լուծում, լրիվ ուրիշ քայլերով, լրիվ ուրիշ ձևաչափով կարելի է ասել, շատ ավելի հետաքրքիր ձևաչափով ըստ իմ համար անկեղծ հետաքրքիր է միշտ եղել sense կերպար մարմնավորել, որովհետև նու երբ որ պարզ է, երբ որ մի հստակ մի գերխնդիր ունի, ունեք քո կերպարը, դու գիտես որ դա է անում ու տենց ուղիղ գնում է հենց դեպի այդ ճանապարհով ուղիղ գնում է դեպի այդ նշանակետը, մի քիչ անհետաքրքիր է դառնում, որովհետև դու գիտես որ ու ինքը էսա է, ոնց որ արդեն կանխատեսելի է դառնում իր քայլերը, իսկ երբ որ անկանխատեսելի է այդ մարդու քայլերը ու դու չգիտես թե լավ բա էլ ինչ կարող անի, էլ ինչ է ընդունակ, այդ ավելի է հետաքրքրացնում թե այդ կերպարի մարմնավորելը, թե հեռուստադիտողի տեսանկյունից այդ կերպարի քայլերին հետևելը, էլի։ Իմ կերպարի ասելիքը մեսիջային է, որ ցանկացած խնդրի դեպքում, ցանկացած լուրջ խնդրի դեպքում ամենախելոք, ամենահամեստ, ամենաիրենից վտանգ չներկայացնող մարդը, երբ որ որոշում է պայքարել եւ գիտի թե հանուն ինչի է պայքարում, ընդունակ է ամեն ինչի։ Կապիտան եմ, քննիչ, առաջին անգամ եմ ոստիկանի կերպար խաղում ու շատ հետաքրքիր է, շատ մտածելու եւ խաղալու տեղեր ունենք որպես դերասան։ Arflix-ում շատ եմ նկարահանվել մի քանի սերիալներում, Աշոտ Տեր-Մաթևոսյան production-ում, հիմա արդեն մեր հոլդինգի հետ ենք աշխատում ու շատ գոհ եմ, շատ լավ է, պրոֆեսիոնալ անձնակազմ է ու բոլորից բարի ընթացք։ Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել հենց սցենարի մասին, որ գրված է առանց ժարգոնի, ինչ շատ կարևոր է, առանց հայրուսական ավելորդ բառաբարդումների, կրիմինալ դրամա, շատ հետաքրքիր, էմոցիոնալ, շատ զգացողությունները հաստատ տպավորիչ են լինելու հեռուստադիտողի համար։ Մարդ է իմ կերպարը, մի տղա, ով որ նախ Հայաստան է եկել հայրենիքին ծառայելու համար, իր գիտելիքները ու փորձը ծառայեցնելու հայրենիքին, զարգացնելու հայրենիքը, ու մի կարևոր բան կա, որ իր համար չկան, այսպես ասած, կարծրատիպեր, որ վատ առումը որևէ մեկը եթե ավտորիտետ է, ուրեմն ինքը ճիշտ է։ Ինքը ունի ազնվության հանդեպ իր տեսլականը, իր մոտեցումը ու ինքը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որ ազնվությունը հաղթի, ոչ թե որևէ մեկի փողով կամ ուժով կամ ապօրինի ունեցած իշխանությունը։ Լարված, ինտրիգային ու բազմաշերտ պատմության առանցքում վրեժն է, բայց հերոսների անգամ բացասական քայլերի հետևում մարդկային հույզերն ու ապրումներն են։ Բացարձակ չար կերպար չկա, բոլորը մոտիվ ունեն։ Եթե դու բացասական հերոսի տեսանկյունից նայես սիտուացիային, ինչ որտեղ կարող ես արտարացնել նրա այս կամ այլ քայլերը ու այդ ճիշտ դրամատուրգիան է, էլի։ Մենք նաև տեսնելու ենք մեր բացասական հերոսներին իրար մեջ կոնֆլիկտ ունենալուց, ինչը էլի շատ լավ է, ու մենք մարդիկ ենք տեսնելու, ժիվոյ, կենթանի մարդիկ ենք տեսնելու իրենց հույզերով, իրենց ապրումներով, նույնիսկ այդ բացասական հերոսներին, իրանք sense կարծրացած, անէմոցիա, սառը, այնց վատ մարդիկ չեն լինելու, էլի, իրանք էլ իրանց հույզերն են ունենալու, իրանց ապրումներն են ունենալու,
Մի խոսքով ինձ թվում է լավ, պատմությունը շատ լավն է ամենայն դեպս, ինձ թվում է կսիրեն մարդիկ։ Կրիմինալ դրամայի ստեղծագործական թիմը շատ փակագծեր չի բացում, բայց խոստանում է հետաքրքիր պատմություն ու անկանխատեսելի զարգացումներ։ Ֆիլմը դուր կգա հատկապես Վենդետայի սիրահարներին։ Վենդետայի ֆաները անպայման կգնահատեն, ու անպայման շատ հետաքրքիր պրոյեկտ է լինելու, նայեք, հուզիչ նաև։ Պատրաստ, մատորայդ, գնացինք։ Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են Վաղաշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը։ Հունվարի 14-ին ժամը 13:38-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ահազանգ գողության վերաբերյալ։ Էջմիածնի Պուշկինի փողոցում կայանված Opel Magnish-ի մեքենայի սրահից գողացել էին դրամապանակ։ Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայի դռները կողպված չեն եղել, իսկ դրամապանակում կար 250,000 դրամ։ Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին։ Ըստ տեղեկության գողությունը կատարել էին 50 եւ 43 տարեկան երկու տղամարդիկ։ Նույն օրը երեկոյան երկուսն էլ հայտնաբերվեցին Էջմիածնի Ծաղկաբուծական թաղամասում, ձերբակալվեցին, տեղափոխվեցին բաժին, որտեղ էլ խոստովանեցին արարքը։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ նրանք բացի այս կատարել են եւս մեկ գողություն։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ հերթական ցիկլոնն է մոտենում իր հետ բերելով տաք հոթային հոսանքներ։ Չնայած սպասվում են տեղումներ, բայց ջերմաստիճանը բարձրանալու է։ Եղանակային կանխատեսումները ներկայացրել է Գագիկ Սուրենյանը։ Վերջին 4-5 օրերին Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, որն ուղեկցվում է ցածր ջերմային ֆոնով առանձին հատվածներով նաև մառախուղով, բայց վաղ երեկոյան ժամերից Հայաստանին միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ, ինչի արդյունքում վաղ երեկոյան ժամերից սկսած մինչև փետրվարի 4-ը հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև կդիտվի քամուշ գնացում մինչև 17-ից 20 մետր վարկյան հեռագությամբ, բուք ցածր հորիզոնական տեսանելիություն, բայց քանի որ այդ ցիկլոնը գալիս է միջերկրական ծովից, այն հարավ-արևմուտքից իր հետ բերում է տակոթային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև Արարատյան դաշտում ու Երևանում, օդի ջերմաստիճանը այս օրերի համեմատ կբարձրանա մոտ 7-ից 8 աստիճանով։ Այսինքն չնայած սպասվող տեղումներին, մենք հանրապետության ողջ տարածքում կունենանք օդի ջերմաստիճանի նկատելի բարձրացում եւ սառը օդի լճացման վերացում։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, հաջողություն։